Այսօր ներկայացնում եմ իշխան ձկան պատրաստման ամենահաջողված տարբերակներից մեկը։ Լավաշի մեջ եփված ձուկը պահպանում է իր ողջ օգտակար հատկությունները եւ ստացվում է շատ հագեցած։ Այսպես ձուկը ստացվում է ավելի հյութեղ, նուրբ ու համեղ, իսկ լավաշը դրսից խրխրթան, ներսից շատ փափուկ եւ հյութեղ։ Ահա ինձ մոտ այսպիսի մեծ կարմիր իշխան է։ Ձուկը մաքրում ենք, հեռացնում ենք նաեւ թեփուկները, լավ լվանում ենք, որից հետո չորացնում ենք խոհանոցային անձեռոցիկով։ Բաժանում ենք ոչ շատ խոշոր կտորների, կամ արեք այնպես, ինչպես հարմար եք գտնում։ Կարող եք նաև ձուկը ամբողջական տարբերակով պատրաստել։ Այդ դեպքում ձկան վրա անում ենք ոչ շատ խորը կտրվածքներ։ Ամբողջը կտրատելուց հետո դասավորում ենք ամանի մեջ, որից հետո համեմում ենք։ Համեմում ենք մեր սիրելի համեմունքներով։ Ես համեմել եմ աղով, կարմիր պղպեղով եւ ձկան համեմունքով։ Կարող եք նաև սև պղպեղ ավելացնել։ Ձեռքերով լավ մերսում ենք ձկանը, որպեսզի համեմունքներն ավելի հավասարաչափ տարածվեն, որից հետո ծածկում ենք թաղանթով եւ թողնում ենք մի քանի ժամ մարինացվի, կարող եք թողել նաեւ ողջ գիշեր։ Իսկ եթե շատ շտապ է պետք, գոնե պետք է թողնել 30-ից 60 րոպե։ Հարգելիներս, իմ ալիքում կա տարբեր ձկնատեսակներից բաղադրատոմսեր, որոնց հղումները կթողնեմ նկարագրության բաժնում։ Ջեռոցի համար նախատեսված տապակի մեջ դնում ենք մի քանի կտոր կարագ, որի վրա փռում ենք 2 շերտով լավաշը։ Լավաշի վրա նույնպես դնում ենք մի քանի կտոր կարագ։ Դասավորում ենք ձկան կտորները, որի վրա նույնպես դնելու ենք կարագ, կիտրոնի կտորներ եւ թարմ թարխուն։ Թարխունն այս պահին ինձ մոտ չկար, այդ պատճառով չեմ ավելացրել, իսկ դուք անպայման ավելացրեք։ Իսկ եթե ամբողջական տարբերակով եք պատրաստում, ուրեմն ճեղքերի մեջ դնում եք կարագ կիտրոնով, փորի ներսի հատվածում դնում եք նորից կարագ, կիտրոն եւ թարխուն։ Ամբողջը դասավորելուց հետո լավաշները վրա ենք բերում, ծածկում ենք եւս մեկ լավաշով եւ փայլատի թեղով։ Կարող եք նաև վրայի լավաշ էլ չավելացնել, միայն ծածկել փայլատի թեղով։ Տեղափոխում ենք նախապես տաքացված ջեռոց, եփելու ենք 200 աստիճան տակ, մոտավորապես 40-ից 45 րոպե։ Երբ արդեն պատրաստ է, հեռացնում ենք փայլատի թեղը, լավաշի վրա մի փոքր բուսայուղ ենք քսում եւ նորից տեղափոխում ենք ջեռոց 1 րոպեով, այնքան որ լավաշը գեղեցիկ կարմրի։ Իսկ եթե դուք վրայի լավաշը չեք դնելու, այդ դեպքում հեռացնում ենք փայլատի տեղը, տեղափոխում ենք ջեռոց 2-ից 3 րոպե, այնքան որ կողքի լավաշները կարմրեն։ Կամ կարող եք պարզապես այդ փուլը բաց թողնել։ Ահա տեսեք, թե ինչքան գեղեցիկ կարմրեց լավաշը։ Հեռացնում ենք վրայի շերտը եւ տեսեք, թե ինչքան համեղ, գեղեցիկ ու ախորժելի ձուկ ենք ստացել։ Այսպես լավաշը պահում է ձկան ամբողջ հյութը, իսկ համեմունքները եւ կիտրոն տալիս են աննկարագրելի բույր ու համ։ Հիանալի տարբերակ է թե տոնական սեղանի եւ թե ընտանեկան ընթրիքների համար։ Դե ինչ, հուսով եմ ձեզ դուր եկավ այսօրվա այն պատրաստած բաղադրատոմսը։ Պատրաստեք սիրով եւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։ Սիրով կսպասեմ բոլորիդ։ Չմոռանաք սեղմել հավանելու կոճակը եւ բաժանորդագրվել իմ ալիքին, եթե դեռ բաժանորդագրված չեք։